թռնելով անցան տարիները։ Մեզ մոտ են գալու հայտնիները։ Պատրաստելու են մեր խոհարարները, իսկ մենք սկսում ենք Եփող թափողները։ Բոլորը հարցնում են խմած ես, մեկը չի հարցնում, կերած ես, եթերում Եփող թափողներն են Շանթի հոբելյանական եթերաշրջանում։ Եփող թափողները։ Ահա եւ եկավ երկար սպասված պահը, որ երկու խոհարար պատրաստելու են ինձ համար։ Հասուն այսօր ես հարցերը կարող եմ ինքս ինձ։ Ես եմ հյուր այսօր։ Հարցնում ես ես քեզանից հետ եմ հարցնում։ Պարոն Արբինը այստեղ եւ մեր չեմպիոնը Արսեն Արմենակյանը, պարոն Արբինը եւ Արսենը վերադարձել են Հնդկաստանից, որտեղ որ շշմելի եւ շշպռելու հաջողություն են ունեցել, փաստորեն Արսենը դարձել է աշխարհում լավագույն երկրորդ խոհարար։ Այո։ Լավագույն երկրորդ։ Լավագույն երկրորդ ուսանող խոհարար։ Եկեք հասկանանք, ինչ խանգարեց առաջին տեղը գրավելու համար։ Մենք չեմ ուզում շատ խորանամ էլի։ Բայց կա խանգարող հանգամանք։ Դե մենք առաջին ենք, բայց դե փաստորեն դեր էլ կա այդ։ Արա դե չեն սիրում էլի հայերին։ Ովքեր են առաջ տեղերը։ Անգլիան։ Անգլիացիները։ Ժյուրիում էլի են անգլիացիները։ Ամենը։ Դե օրը։ Հիմնական։ Պարզ է, լավ, օքեյ։ Եթե ժյուրիում լինեի ես օրինակ։ Հա, շատ բան։ Լուիզա Ներսիսյանը ինչ որ։ Լավ, սա իհարկե կես կատակ, կես լուրջ, բայց նաև շատ կարևոր է, որ մենք միջազգային մրցումներին նաև ունենանք ժյուրի անդամներ, որոնք կարող են ոչ թե օգնել, այլ կարող են այնպես անել, որ դա այդ ամենը լինի ավելի արդար։ Արսեն, նախ շնորհավորում եմ ձեզ։ Արսենը ուսանող է, չնայած տեսեք երկու անգամ ինձանից մեծ է, թե հասակով, թե քաշով, բայց դեռ ուսանող է, ամբողջ կյանքը իր առջևում է։ Պարոն Արբին, ինչ կարող եք ասել Արսենի մասին որպես խոհարար։ Ինչ ապագա ունի Արսենը։ Շատ պայծառ կարող եմ ասեմ։ Եթե լսում է այն ինչի որ մենք ասում ենք իրան իր ապագայի համար եւ ինքը գնում է իր ուսումը շարունակելու, այլ ոչ թե մեր այս ոլորտում հիմա մեր երիտասարդները ավելի շատ փողի հետևից են, որպես խոհարար քան թե շարունակել եւ սովորել եւ աշխատել, սովորել եւ աշխատել։ Մի քիչ միգուցե ինչ որ պահին ավելի քիչ գումարներ վաստակել։ Դե ընդհանրապես մենք ասում ենք, այս տարիքին առաջի 10 տարին մենակ որպես սովորես եւ վերցնես։ Ես եթերից դուրս ասեցի, որ Արսենը դիմում է պարոն Արբին շեֆ։ Այդպես է դիմում։ Շեֆ, շեֆը ստեղա։ Так, մրցանակը սա է գլխավոր։ Ասես մի հատ կտաս ինձ։ Քանի կիլոգրամ է սա։ 6 կար։ Հա, թեթավորումով 6 էր։ Հուսով եմ, որ աշխարհի բոլոր հայերը տեսնում են եւ պարծենում են եւ հուսով եմ, որ մեր տղաները ֆուտբոլային նաեւ ֆուտբոլիստները օրից մի օր այսպես չեմպիոնների լիգան օրինակ իրենց գլխներում վերում կպահեն կամ Եվրոպայի առաջնության լավ թող երկրորդ տեղը բռնեն, հա։ Էլի թող անգլիանն լինի։ Так, սրանք ինչեր են։ Սրանք որպես երկրորդ տեղ սիլվեր մեդալ, սա հաղթել ենք լավագույն բանջարեղենային ուտեստի ֆոնդը։ Հա, բանջարեղենային ուտեստի աշխարհում այս մրցույթի մի դրվագում բանջարեղենային ուտեստը որ պատրաստել ենք, պետք է նաև իր կալորիականությունով եւ սննդամթերքի արժեքով լավը լիներ։ Մենք լավագույնն ենք էլ աշխարհում, մի տեղա այդ համար։ Դե անգլիացիները ոչ մի բան չկարացան անել։ Անգլիացիների մրցանակն է իդե։ Կալոնյաները որտեվ հաշվարկել են։ Իսկ սա top 10 անցնելու աշխարհի top 10, աշխարհի top 10։ Նրանք այդ մեդալներն են, հենց արծաթե ես էլ դե ես եմ։ Так, ինչ եք պատրաստելու այսօր։ Շեֆ եւ Արսենի ինչպես դիմեմ։ Մեր ուսանող շեֆ կարելի ասել։ Ուսանող շեֆ։ Junior շեֆ։ Junior շեֆ։ Հա։ Այդ ավելի լավ։ Okay։ Ինչ եք պատրաստելու այսօր ինձ համար։ Մենք այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր բան, որ բերել ենք սա դրանով։ Այն ուտեստ եք պատրաստելու, որը որ գրավել եք աշխարհը։ Իսկ ինչ ուտեստ է դա։ Ձկով մոզաիկա։ Ձկով մոզաիկա։ Շատ սիրուն։ Մենք քարերով ենք մոզաիկա պատրաստում, կամ ապակիով էս մարտիկ ձկով։ Ձկով մոզաիկա եւ դեսերտ կրեմ կարամել, շոկոլադի կրեմ կարամել։ Դե նախանձեք ինձ, որտեվ իսկապես սա նախանձելու բան է, մնացեք մեզ հետ, մենք հիսա սկսում ենք։ Եփող թափողները։
Իրականում այսօր գլխավոր դերերում կլինի պարոն Արբին եւ իհարկե Արսենը, ես էլի հարցեր եմ տալու։ Շատ Արսեն։ Հա, բայց Արսենը նաեւ պատրաստելու է եւ ես աշխատելու եմ նրան մաքսիմալ քիչ խանգարել, այսօր հարցերը տալու եմ, հարցերի տալափը, տերևաթափը, հարցերաթափը լինելու է փաստորեն ձեր վրա, կամ ոչ թե հիմա քանի որ գարուն է, հարցերը ծլելու են ձեր ոտքերի տակ։ Так, դե ինչ ենք սկսում, ինչ ենք մթերքները հանենք եւ տեսնենք թե ինչ ենք պատրաստում։ Այստեղ կա մթերք, որը կարելի է ոչ մի բան չանել, ուղղակի արդեն ուտել։ Շոկոլադ։ Մենք որտեվ process-ը բավականին երկար է, Արդեն ունենք մի քանի բաներ պատրաստել ենք։ Հիմա հերթով կասենք թե ինչեր ունենք։ Հա, դեղերի բաներ կա։ Ու մենք պատրաստում ենք պատկերացրու այս ուտեստի 70%-ը։ 100% չենք անում, որտեղ 100%-ը շատ ժամ կտանե։ Երկար, ահա, կարծես թե այն ամենի կեսը, թե ինչ է մեզ պետք ուտես պատրաստելու համար։ Ուրեմն ունենք ձուկ, սա ինչ ձուկ է։ Սիբաս ձուկ, բրինձ, արգանակ, ոչ բանջարեղեն, հավկիթ, գազար, ուրեմն ելակ, կլուբնիկա, արմավենու պտուղներ, խուրմա, այո, շաքարավազ, կաթ, մաղադանոսի, շոկոլադ, իսա ինչ է։ Սա պոպոկի ու խուրմայի խառնուրդ։ Պոպոկի ու ինչի։ Ինչից ենք սկսում եւ ինչ եք պատրաստելու։ Սկսենք դեսերտից, հետո անցնենք ձկանը։ Այդպես է կարիքը։ Դե որտեվ ժամա տանելու դիսերտը մինչև պատրաստվի, մինչև դիսերտը արդեն պատրաստվում ենք, հիմնականում ավարտած գելենք։ Հասկացած, որ դեսերտը չենք ուտելու սկզբից, չէ՞։ Հա, շատ բարի։ Լավնա ընկերությունը առաջարկում է պրեմիում դասի ռուսական մսամթերք հարմարավետ փաթեթավորմամբ։ Վաճառվում է բոլոր խանութներում։ Մեծածախ գնումների համար զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Լավնա, իսկապես լավնա։ Ահա, Արսեն, նախ եկեք դու սկսեք աշխատել եւ զուգահեռ փորձեք պատասխանել իմ հարցերին։ Երբ որոշեցիք, որ պետք է դառնաք խոհարար։ Այդ ես նշանակում եմ այդ համ Սարգսին ինքը պատասխանի։ Հա, դե դու պատասխանի։ Երբ Արսենը որոշեց դառնալ խոհարար։ Որ եկավ արդեն ընտրելու բարձր դասարանի, ասենց ասած, ավագ դպրոց գնալ, թե մասնագիտական կրթություն ընտրելը, ես ընտրեցի մասնագիտական կրթությունը։ Այսինքն դա տեղի ունեցավ 9-րդ դասարանում։ Մինչև այդ երբեք չես մտածել, որ խոհարար կարող ես դառնալ կամ ուզես։ Փոքրուց սիրել եմ, միշտ տատիկը որ պատրաստում էր, ես միշտ հարցրել եմ, իր բաղադրատոմսերը, ամբողջը սկզբից մինչև վերջ գիտեի։ Արսենը եկել է իր զենքերով, ուշադրություն դարձրեք, թե ինչ զենքեր ունի Արսենը, գդալ անգամ հանեց այդից։ Սա իր անձնական գդալ։ Այո, ինչ ենք անում։ Հա պատրաստում ենք կարամելը։ Պատրաստում ենք կարամելը։ Ձերքի աշխատանք է սա։ Այո։ Կարամել։ 9-րդ դասանում արդեն ցանկալի էր ընտրել մասնագիտություն։ Ես ընտրեցի խոհարարությունը, որովհետև սիրել էի միշտ։ Պետք է նշեմ, որ Արսենը Օշականից է։ Օշականից է, որ անդադ ասում եմ Մեջրոպ Մաշտոց, բան։ Այո։ Ես ամեն անգամ որ հայերեն սխալ բառեր եմ ասում, Արսենը եւ իր տանեցիները եւ համագյուղացիները ոտի են կանգնում, որովհետեւ Մեջրոպ Մաշտոցը այսպես էլի նորից պտտվում է, այ Արսենը եկել է Օշականց։ Ընտրեցի 6-րդ ուրեմն ուսումնարանը գնացիր այնտեղ սովորելու։ Այո, առաջի կուրսում բազային գիտելիքների հիմնական շղթան հավաքում ես, երկրորդ կուրսից արդեն պրակտիկաների տարբեր ռեստորաններում, արդեն 3-րդ կուրսում մասնակցեցի Հայաստանում երիտասարդ ուսանող խոհարարների մրցույթին։ Ահա։ Ամեն տարի, այս երկրորդ տարին էր, որ մենք անում էինք նմանատիպ մրցույթ Հայաստանի մասշտաբով, ինքը նաև ասեմ, որ Հայաստանի համար առաջի պրոֆեսիոնալ խոհարարական մրցույթն է, որտեղ բացի որ ինքը լրիվ միջազգային ստանդարտներով է մրցույթի ընթացքը, մինչև մրցույթի տեխնիկան լրիվ միջազգային ստանդարտով է։ Մեզ մոտ մեր ժյուրին այս մրցույթի համար գալիս են դրսից։ Մենք Հայաստանում մեր հայ խոհարարներ չեն մասնակցում այդ դատավարական process-ին, այսինքն ժյուրի չունենք հայ ժյուրի չունենք։ Մոդերատոր ունենք, մոդերատորը ես եմ, ուղղակի ժյուրիներին եմ կարգավորում, բայց այն որ իրանք մեր ժյուրիները հայ լինեն, տես բան չունենք, որ ավել բարձր ստանդարտով երեխեքին կարողանան սորտավորեն եւ դատ։ Process-ը սկսում ենք համարյա 50 օր առաջ, 50 օր շուտ կամ 60 օր շուտ մենք արդեն որտեղ բոլոր ուսումնարանների հետ աշխատում ենք,
մեր Հայաստանի խոհարների ասոցիացիայի մասին է խոսքը։ Մենք իրանց ուղղում ենք նամակներ, մրցույթը կոնկրետ դրված է, որ ինչա սպասվում մրցույթին, այսինքն այս տարվա մրցույթին հիմա ինչ որ Արսենն է մասնակցել, մեզի ասել էին, որ պետք է պատրաստեք բանջարեղենային ուտեստ, այսինքն մենք գիտեինք գնում ենք ինչի համար։ Նաև գրանդ ֆինալի համար, որ ինքը ձուկն է հաղթել, մեզ ասել էին ձկով ուտեստ պետք է սարքեք։ Դրա համար տալիս են արդեն Հայաստանում պատրաստ պարապում ենք արդեն։ Այսինքն 3 ամիս 4 ամիս մենք ֆուտբոլիստների նման ամեն օր 4 ամիս պարապում ենք ամեն օր։ Մի ժամանակ ունեին կտրտման պարապմունքներ, համարյա կարողա օրը 4-ից 5 կիլո ուղղակի գազար կտրտեինք։ Կտրտել ասելով չէ, ուղղակի դնենք կտրտել։ Կա կոնկրետ չափեր։ Ասենք 3 մմ, 2 մմ-ի վրա են, հա։ Բոլոր դպրոցներում եղել է առանձին մրցույթ, այդ մրցույթներից ընտրել ենք հաղթողները, ամեն հաղթող ներկայացրել է իր ուսումնարանը։ Արսենը ներկայացրել է 6-րդ ուսումնարանը եւ արդեն այդ բոլոր ուսումնարանները եկել են գինու օրերի փառատոնի։ Այո, հիշում եմ, այո։ Մենք այնտեղ իրականացրինք վրա ունենք վրան մեծ խոհանոցներ ենք սարքել դե։ Այդտեղում արդեն իրանք 2 փուլով մասնակցում են, առաջի փուլը կարելի ասել նախնական փուլն է, հետո արդեն գրանդ ֆինալն է։ Չեմ հիշում քանի հոգի են, բայց կարծեմ 8 հոգի վերջի 8 գրանդ ֆինալ էր։ 20 ուսանող է մասնակցել առաջի փուլ, 8 գրանդ ֆինալ ու այդ 8-ից արդեն Արսենը առաջի տեղ։ Այս 2 տարին մեզ ահագին օգնել է, որ փաստորեն, այո։ Համ երեխերքին ենք բացահայտում, այն մրցույթը, որ անում ենք ուսումնարաններում, շատ դերակատար է, որտեղ դրա ջուրին մենք ենք։ Ու մենք ենք տեսնում երեխերքին, որտեղ այդտեղ ցանոթի միջոցով անհնար է փլստալ։ Չէ, էլի, չէ։ Որտեղ հետո վերջը ներկայացնի երկիրը շատերն են հարցնում, որ ինչպես եք, այսինքն ինչ կրատերիաներ կա։ Այո։ Այնտեղ թեկուց հակնվածքի ինչպես է, այսինքն գոգնոցը կապած չի, գոգնոցը այս գույնի է թե ոչ, պետք է պարտադիր սպիտակ գույնի էլի, մազերը փակածելի։ Իմիջիայլոց ուշադրություն դարձեք 3 բրագարդով կոշիկները անվտանգ պետք է լինի, իր տեսքը խոհարարի տեսք պետք է լինի, ստանդարտներով պետք է համապատասխանի, այդ ամեն ինչից մինչև արդեն իր մաքուր աշխատանքը, իր տեխնիկայի ճիշտ օգտագործել տեխնիկան, կտրտման պրոցեսները, ջերմային մշակումները, դրանք բոլորը կոնկրետ ունի անվանակարգ իր համար, որ դրանցով մենք սկսում ենք արդեն բան անել։ Ահա թե հիմա վառում ենք կարամելը։ Եվ սկսում ենք արդեն դրանց վրան դատել երեխերքին ու ամենաբարձրագույնը գալիս է մասնակցում այդ գլխավոր մրցույթին։ Ու նորից նույն process-ը շարունակվում է։ Այստեղ որ գնում եք, մտածում եք, որ կբարձրանաք այսքան բարձր։ Ես անկեղծ ասած չէ։ Ես ավել այստեղ պետք է ռեալ լինենք, ունեցած մեր հնարավորություններից, որովհետև այստեղ այն հնարավորությունները, որ մեր ասոցիացիան է կարողանում կազմակերպի եւ մնացած երկիրներն են կարող կազմակերպել, այսինքն մենք ընդդեմ երկիրներ դա բարձր կշիռը շատ տարբեր է։ Սա փաստորեն աննախադեպ հաղթանակ է իրականում։ Սա շատ լուրջ հաղթանակ է, շատ լուրջ, 8 տարի սպասված։ Քանի տոկոսն է այդ հաղթանակի Արսենի ֆակտորը եւ քանի տոկոսը շեֆի ֆակտորը եւ բոլոր այն մարդկանց ֆակտորը, որ իր կողքին են եղել եւ օգնել։ 100% Արսենի ֆակտորն է մրցույթի ժամանակ։ Ահա, այսինքն որտեվ այնտեղ ոչ որտեվ այնտեղ լրիվ ինքն է։ Սա կարամելը արդեն այո, լրիվ ֆորմաների մեջ ենք։ Այո։ Մենք գիտեք ինչ ենք անում, մենք վերցնում ենք գդալ, ալումինե գդալ։ Դնում ենք գազօջախի վրա, մեջ ավելացնում ենք շաքարավազ եւ ջուր։ Հետո եւ դա սկսում է եռալ։ Մտցնում ենք սառը ջրի մեջ։ Հասկացա։ Հետո այդպես ունենում ենք շաքարակլոր, այդպեսի ծանր մանկություն եմ ես ունեցել։ Երբ որ բավականի բարդ է, այդ 5 ամիսը արդեն հոգ է պես իրա վրան ազդել, թեկուց Արսենը մինչև մրցույթի մասնակցել է կոնկրետ ունի քնելու գրաֆիկ, զարթնելու գրաֆիկ, սնվելու գրաֆիկ։ Անգերու հետ հանդիպել չի կարելի բան, տես բան։ Չէ, լրիվ հանում ենք այդ process-ները, որտեղ իրան պետք է դեռ որ է կենտրոնանա։ Արսենը վերջի Հասակյանք, հա։ Բա։ Ասեն իսկապես 10 օր 5-ին էր զարթնում, չէ։ Ծանր ճանապարհ է։ 15 օր ինքը 5-ին, 15 թե 20 օր ինքը ամեն 5-ին, 4.5-ին պետք է արդեն զարթներ ու սկսեր աշխատել։ Կապ չունի ինչ անում, որտեղ մրցույթին տենց է պահանջում, մրցույթը միշտ առավոտ շուտ է։ Այսինքն դա նաև ֆիզիկապես պետք է պատրաստ, միտքը պետք է պատրաստելի։ Այդ մենթալը պետք է պատրաստ։ Դուք պատկերացեք, ստեղ մոտավորապես արվելու է հիմա չէ, բայց մրցույթին արվում է մոտ 2.5 ժամ non-stop process։ Այն որ ինքը թեկուզ ջուր խմելու ժամ չունի։ Բոլորը պատրաստում են նույն բաները։
Բաղադրիչները նույնն է, բայց մտածել ով ինչ Իմպրովիզը տարբեր Հա, բայց բաղադրիչները նույնն են։ բաղադրիչները նույնն է։ Զգացողությունները ահավոր հաճելի էր, ոնց ասեմ, պարտավորվածության լեվելը ամենաբարձր աստիճանին, որովհետև երկիր պետք է ներկայացնես, որը լուրջ բան է ու միջազգային ստանդարտներով պարապմունքները շատ դժվար էր։ Հիմա թեժ չի։ Իսկ ամենադժվարը լավ արս։ Ես ասեմ, դե դուք ասեք։ Իրան ուղղակի գցել այդ տրամադրության մեջ, որ ինքը պետք է լիներ։ Մարտական։ Այն մարտական, որ դու, որտեվ երբ որ դու ստրեսի տակ ես հայտնվում, լուրջ եմ ասում, թուղթերը կարող է մոտս էլի, բայց այս ամբողջ ինչը որ հիմա ինքը անում է, սա վարկյանով գրած է մեր մոտ։ Ինքը էսի պետք է հարի ուղիղ 10 քանի վարկյան, ու ինքը պետք է այդ ամեն ինչը անգիր լինի։ Ուղեղի մեջ պետք է ինքը անգիր, այն որ առանց ժամացույցի պետք է հասկանա, որ տեսնի։ Բացի այդ ինքը ժամացույցներ ունի, որ ամեն ինչի համար պետք է ֆիքսի ժամն ու սկսի աշխատել։ Ու շախմատի նման երբ որ ինքը չի հասնում որևէ բան անի, ինքը այնտեղ մինուս է դնում ու MU-սից պետք է ժամ հատկացնի։ Այդ ամեն ինչը պետք է անի, այդ ամբողջ նրվային, այդ ժյուրիների ներկայության, այդ նոր խոհանոցում։ Ասեն, ինչի համար էր դա ձեզ պետք։ Դա ինչ է, փորձություն էր ձեր համար, մեծ պատիվ եւ այլն, դա ամեն ինչ པարզ է, բայց այդ ինչի համար էր ձեզ, այդ տանջանքը ինչի համար էր։ Միանշանակ բարձր փորձ ունենալու, փորձությունա, որովհետեւ մրցույթային խոհարները լրիվ տարբեր են։ Փորձը նախ ձեռք բերելու, նոր կապեր ձեռք բերելու համաշխարհային անպայման խոհարարների։ Իսկ շատը տղաներ էին, թե աղջիկները նաև կային։ Այս տարի քիչ էին տարի աղջիկները։ տղաներն էին շատ։ Տղաները ավելի շատ։ 70-30%։ Ով զանգեց առաջինը կամ ով առաջինը արձագանքեց հաղթանակին։ Բոլոր բարեկամները։ Բարեկամ, հարազատ բոլորը։ Так, տեսնում ենք թե ինչքան մթերքներ են բերել այսօր Արսենը եւ պարոն Ալբին իրենց հետ, այդ բոլոր մթերքները մեզ տրամադրել է մեր սիրելի Ութութ սուպերմարկետների ցանցը, որի համար շատ շնորհակալ ենք։ Մեր գործընկերն է Ութութ սուպերմարկետների ցանցը, որը տրամադրում է մեզ թարմ եւ որակյալ մթերքները։ Ասեն, որ կարճ ժամանակահատվածում նրանք ունեն արդեն 14 գեղեցիկ եւ տարբերվող խանութ-սրահներ։ Ութութ սուպերմարկետների ցանցը ապահովում է պրեմիում դասի միջավայր, բարձրակարգ սպասարկում, ապրանքների լայն տեսականի եւ մատչելի գներ։ Ութութ սուպերմարկետների ցանց՝ սեր, բարիություն, հոգատարություն եւ վստահություն դիմացինի հանդեպ։ Եվ ասեմ, որ Ութութ սուպերմարկետի ցանցում հաճախակի իրականացվում են տարբեր ձևի ակցիաներ։ Так, ինչ է այստեղ։ Մենք այս process-ին ասում ենք tempering։ Պարոն Արբի, ինչ է հետո լինելու Արսենի հետ։ Այս պահին Արսենը կներգրավի մի քիչ այն process-ների մեջ, որ ես եմ զբաղվում տարեկան, այսինքն ներկա կլինի իմ կոնսուլտացիաների մեջ, իմ խոհանոցների մենյու պատրաստել, նոր ուտեսներ։ Իմ հետ աշխատել։ Մի քանի ամիս իմ հետ Պարոն Արբի, կլինի։ որ ձեր հետ աշխատումը ներողություն ընդհատեցի, որ ձեր հետ աշխատումը իրեն ազատություն տալիս եք, թե Ինչ ազատություն։ որ օրինակ ինքն էլ ինչ որ բան անի։ Չէ, չէ, նեղ մասնագիտական աշխատանք է։ Դա այդ իմաստը դրա հենց դրանում է, որ ինքը շեղվի այն ինչից, որ մենք այս 4 ամիսը պարապել ենք։ Որտեղ այն ինչը որ մենք պարապում ենք, իրանք չեն սովորում դպրոցներում։ Ներ դպրոցները դեռ այդքան զարգացած չեն։ Ու պետք է այդ ամեն ինչը հիմա իր մոտ ձևավորվի։ Երբ որ ձևավորվեց, արդեն մենք կորոշենք Արսենի համար ուսումնարան, այսինքն կընտրենք ուսումնարան, որ ինքը գնա երկրից դուրս։ Այո, որ գնա եւ սկսի նորից սովորել։ Որտեղ է դա, Ֆրանսիա, Անգլիա։ Նայում ենք, հիմա ունենք օպշններ, որտեղ այս տարի ինքը արդեն արծաթե է բերել, իր օպշնները շատ բաց են։ Ահա, եւ քեզ հրավիրում են տարբեր տեղերից եւ անվճար պատրաստ եք scholarship-ով, բանը, որտեղ ինքը շատ թանկ մասնագիտություն է։ Ճանապարհ է բացվել։ Հա, լրիվ։ Եվ դու պատրաստ ես միջև վերջ այդ ճանապարհը։ Ինչ երազանք ունես որպես։ Երազանք։ Խոհարար, ինչի մասին եմ մտածում խոհարար։ Միշլեն։ Առաջին Միշլենը բերես Հայաստան։ Վերադառնալու ես Հայաստան, դա էլ է շատ կարևոր։ Անպայման։ Որտեվ շատերը գնում են ուսում են ստանում տարբեր ոլորտներում երկրից դուրս եւ ցավոք սրտի չեն վերադառնում։ Դե սենց է, ես հիմա այդքան դրա մասին չեմ մտածում, որտեվ ինքը դեռ դուսի աշխատան։ Միգուցե Փարիզում աշխատի, ինքը որ գնա սովորի դեռ մոտ 7-8 տարի մինիմում պետք է դրսում աշխատի, որ ինքը այս գործը ինչքան երկար ես մնում մեջ է, այնքան բժշկության նման բան է։ Դե ինքը շատ երիտասարդ, նոր 18 տարեկան է, 10 տարի հետո էլ 28 դեռ առաջին 10 դեռ շատ տեղ ունի։ Բանակի հարցը ինչպես է լուծվում։ Ներկապային 3 տարի տարեկետում ունեմ։ Եվ որ գնաս սովորելու արտասահման, տարեկետումը շարունակում է։
Անձնական կյանքը, տնկերուհի, չգիտեմ, այդպես բաներ։ Դեռ շուտ է, չես մտածում։ Դեռ չէ։ Տանը օգնում ես մայրիկին խոհանոցում, թե տանը արդեն ուժ չունես ոչ մի բան անելու։ Պարապելուց հետո որ էթում ես։ Հիմնականում ես եմ սա։ Հա, դու պատրաստում ես, հա։ Առանց մեծ ոչ միշտ ոչ ամեն։ Հա։ Որն է ամենասիրված ուտեստը ձեր տանեցիների, որ դու ես պատրաստում։ Լազանյա։ Լազանյա։ Իտալական ձևերով։ Այդտենց։ Ուզում եք ուտել լազանյա, գնացեք օշական, ոչ թե Միլան։ Так, այս ջուրը լցնում ենք տակը, որ ինքը հա, համել գոլորշի ունենա։ Էսի պարտադիր պետք գոլորշիով է փիփ ջերոցում, ուրիշ ձև չի ստացվի։ Ես ներողություն եմ խնդրում, տան պայմաններում այսպիսի բաներ կարելի է անել, պետք է անել, թե։ Էսի այս process-ը կարելի է ուղղակի մի քիչ ինքը բարդ է, էլի։ Հա։ Մի քիչ ինքը գլխացավանք է, շոկոլադ կարամելը որ վառեցիր տանը 2 օր մնալու է։ Հա, Դե Արսենը մեկ դժվար է խոհարարի ճանապարհը։ անում։ Դեսերտը համարենք համարյա պատրաստ, թե։ Համարը դեռ սոուս ունենք։ Դեսերտի համար սոուս։ Այո։ Ահա։ Ես մի հատ 20 րոպե պետք է ֆիքսեմ։ Խնդրեմ։ Ֆիքսեք 20 րոպե պետք է եփի դա։ Հա։ Շատ չենք ուզում էլի overcooked էլի։ Արսենի նման երիտասարդներ Շատ կան ունենք։ երկրում, որոնք Շատ։ որ կարան, որոնց տեսնում եք։ Անպայման։ Արսենը ինքը հետարքիր է, Արսենի պատմությունը, որտեղ Արսենը այս տարի որ մասնակցեց որպես մասնակից, անցյալ տարի ինքը օգնական էր։ Այսինքն մենք նենց են կազմակերպում ցույցը, որ մեր բոլոր մասնակիցները ունեն իրանց հետ կից օգնական։ Այսինքն մասնակիցի օգնական։ Մասնակիցի օգնական։ Ու մասնակիցի օգնականը արդեն տեղ ողջևորվում է, որ թեկուց ինքը մասնակցի մյուս տարի։ Ինչ են Հնդկաստանում անցկացնում այդքան մրցույթ։ Դա իրանց հեղինակությունն է, իրանք են ստեղծել այդ մրցույթը։ Մենք ունենք տարբեր օլիմպիադաներ աշխարհում, բայց այս մասշտաբի աշխարհում չկա։ Այսինքն խոհարարական սա ամենամեծն է, ամենախոշորն է։ Անցյալ տարի ունեցել ենք համարյա 58 երկիր։ Այս տարի մի քիչ այդ երկիրների հետ այդ ոչ խախանդ կամ ոչ խաղաղ պատճառներով political 50 քանիս էին 50 երկիր էին այս տարի 50 երկիր մասնակցել են այս մրցույթի։ Իսկ որ երբ որ հասկացանք, որ կամ դուք երբ որ հասկացաք, որ Արսենը հաստատ երբ այդ պահը պատրաստելուց հասկացաք, որ սա մրցանակ է։ Ուտեստը ունենում է երկու ժյուրի։ Ժյուրիները իրար չեն ճանաչում, իրար չեն տեսնում։ Համային, այսինքն դեգուստացիա անող կոպիտ ասած ժյուրին ինքը ուրիշ սենակում նստած է, սպասում է մինչև ուտեստը գա։ Ու ինքը չի իմանում ով է պատրաստ է, ինչ երկիր է եւ այլը։ Իրանք որ արդեն համտեսում են, ավարտում են, նոր այդ ուտեստները գալիս է մի փակ սենակ, որ ուսանողները արդեն կանգնում են իրանց ուտեստների մոտ, ժյուրիները գալիս են մի հատ ուրիշ ժյուրիներ են։ Իրանք ուղղակի ուզում են տեսնեն ուսանողը ոնց է ներկայացնում ուտելիքը, որովհետև շատ կարևոր է դու կանաս քո ուտեստը նաև ներկայացնես։ Արսեն տիրապետում է անգլերենի նաև, որ Եթե, հա, ոչինչ, բայց եթե ինքը չի կարողանում իր ուտեստի մասին պատմի, այնտեղ կան թարգմանիչներ, որը Արսեն դուք ներկայացնում։ Հիմնականում է չէ օգնեց։ Այդ բանին, որովհետև սենց ուժերը սպառված են դուրս ես գալիս։ Չես պատկի, այդ մրցույթից հետո էլ հալ չկա իրանց վրան։ Քանի կիլո ես նիհարել։ Արսենը չկար այդ մրցույթից հետո Եվ հասկացաք, որ սա Արդեն երբ որ ես գնացի իմ գործընկերի հետ Գորի հետ, ով որ նաև իմ բացակայության ժամանակ պարապել էր Արսենի հետ, մենք խումբ ենք։ Ես եմ Գորնա եւ Արսենը, ես ու Գորը հիմնական Արսենի հետ սկսում ենք պատրաստել պլանը, որ ինչ ենք սարքելու, դե մենք հիմնական թողնում ենք իրա վրան, մնացած երկիրները հենց իմ նման մարդիկ են որոշում ուսանողին սարքի, բայց այդտեղ հիմնական հենց Արսենի որոշումն է եղել։ Եվ Արսենի ֆանտազիան է։ Այո։ Ես կողից օգնել եմ, դե բարձա որ մենք կօգնենք, որտեղ պետք է այդ լեվելը բարձրացնենք։ Վերջը ինքը ստեղծելու է ուտեստ իր ֆանտազիան, ինչքան որ ինքը աշխատել է։ Այո, բայց տեխնիկական ինչքան ինքը մրցունակա։ Նա կարող է մրցունակա։ ճարտարապետ, իսկ դուք պետք է նաև հաշվարկեք։ Կա ինչքան մթերք Հնարավոր չի, կկարողանա իր ուժերը իմանալով ինքը կկարողանա այդ այնտեղ իրականացնել, որտեղ հարցը այն չի, որ դու ինչքան բարդ ուտելիք ես սարքում։ Հարցը նա որ դու կանաս դա execute անես այնտեղ։ Դու կարող ես այդտեղ սարքես, մենք ունեցել ենք ուսանող, որը այդտեղ լավ է սարքել, գնացել ընդհանրապես չի կարողացել Հա, սարքել։ ես հիշում եմ, որ այնտեղ խառնվել էր եւ շատ sense նմանատիպ դեպքեր ելնում է, դա գալիս է մարդկային ֆակտորից եւ նաեւ դա գալիս է արդեն իմ խնդիրը, այսինքն ես ինչպես եմ վերապատրաստել ուսանողին։ Նաև ես եմ սովորել ինչպես պետք է ուսանողի հետ, այսինքն որպես մարզիչ իր համար։
ինչ ֆակտորներ պետք է ես իմանամ, որ իրան վերապատրաստեմ այդ մրցույթին պատրաստվելու համար։ Հասկացաք, որ մրցանակ է, երբ որ երկրորդ տեղն էր, կար բան, որ ինչի առաջինը չենք։ 100% մենք վստահ էինք, որ ինքն է, այսինքն մենք երբ որ տեսել ենք բոլոր ուտեստները, թեկուզ մնացած երկիրներն էլ բոլորը գիտեին, որ մենք ենք։ Այս վերջերն ստացանք նամակ արդեն ինչ են ասում այդ բալերը, որ ինքը հավաքել է, եւ շատ զարմանալի բալով ենք զիջա Անգլիային։ Չեմ ուզում շատ խորանամ, շատ պոլիտիկալ բանա դառնալու, բայց այն որ չգիտեմ ինչի հաշվին, դեռ մենք ունենք նամակ իրանց գրելու, որ ինչի սենց ա եղել եւ ինչա իրանց որոշման պատճառը։ Ուրիշ ժյուրի անդամներ մոտեցել են ձեզ հետո ինչ որ բաներ ասել են Արսենի մասին պատրաստած ուտեստի։ Մենք ունեինք ժյուրիներ, որ եկան ու ասին ափսոս, վստահ էինք, որ Արսենն է, բայց չէինք մեզ համար շատ մեծ սուրպրայզ է այս։ Հիմա Արսենի հաջողությունից հետո մյուս տարի էլ ավելի դժվար է լինելու։ Շատ ավելի դժվար է։ Հիմա ինչ որ մեկը գնա ու երրորդ տեղը բռնի։ Ես չեմ սպասում մենք որ պետք է ամեն տարի բան հաղթենք։ Ուղղակի ես նաև, այսինքն ես այդ ֆիլոսոֆին չունեմ մասնակցելու ժամանակ, իմ համար պետքա դու որպես խոհարար քո 100%-ը անես այնտեղ։ Ինչ կելի դու ոչ մի ժամանակ չգիտես ու ես իրան պատրաստել էի դրան, որ դու կարողա ոչ արդար, որտեղ իմ համար մրցույթը միշտ անարդար է։ Այո։ Մրցույթը ոչ մի չի կարող արդար լինի։ Ու էս էլ նմուշն է։ Եթե գոյություն ունի ժյուրի սուբյեկտիվ, միշտ գոյություն ունի։ Միշտ տարատեսակ ժյուրիներ կան, դու չգիտես ինչ բեքգրաունդից են գալի այդ ժյուրիները։ Բոլորը կողմ էին Արսենի, մի հոգի կարող այնտեղ խանգարող եղած է, որ իրեն ճանաչում։ Այո, դա կարող անձնական խնդիր է։ Դե հիմա իր մոտեցումն է մեր նման երկիրների հանդեպ, ասում եմ, այդ նաև այտենց բան կա, որտեղ տարիներ է իրան գիտեմ ու ես որ իրան տեսա, ասի, «Վալի, ես եկավ»։ Էլի ես չի ուզում չգա։ Դրանից հետո ինքը արդեն կգնա եւ նորից պետք է սովորի 2 տարի, անկախ ինքը ինչ այսինքն կստանա իր bachelor degree-ին, թե կստանա ուղղակի դիպլոմա in culinary arts։ Այո։ Բայց նույն բանը էլի սովորելու է, որտեղ այդ 2 տարին իրան կբերի նոր ձեռքբերումներ, ավել խորացած։ Մենք ինչ իրան սովորացրել ենք, ուղղակի այսքան տարվա անգամից 3 ամիսում մրցույթային պարապած քայլ է էսի սա։ Երբ որ դու ուրիշ երկիրում, բացի Հայաստան, թեկուզ աֆրիկական երկիր։ Այո։ Դու որոշում ես խոհարար դառնաս, դա հսկայական ինվեստմենտ է քո ընտանիքի համար։ Այսօր ամենաէժան դպրոցը աշխարհում, որ ուզենաս գնաս խոհարարություն սովորես, Հայաստան։ Չէ, դրսում։ Հայաստանում անվճար է։ Ահա։ Չէ, անվճար է, չէ, դες։ Համարյա։ Համարյա անվճար։ Դե կարելի է դրան ասել անվճար, այն ինչին որ ասում եմ հիմա։ $8-ից $10,000 տարին։ Ամենաէժան։ Ամենաէժանն է դա։ Այն ինչը որ մենք նայում ենք Արսենի համար, եթե 4 տարվա վերցնի, համարյա $130,000 է։ $130,000։ $1,000։ Բա հիմա լավ, Այսինքն ընտանիքը նես չի էլի որ ուղղակի։ Եթե չլինեիք դուք, չլիներ գորը, չլիներ ձեր ասոցիացիան, Արսենյան երիտասարդները ո՞նց պիտի $130,000 հայտ-հայտ։ Դե իրանք չեն էլ զբաղվի այս մրցույթի հարցով, չեն էլ գնա, չեն էլ բանանի, հա։ Իսկ հիմա Արսենը այս պահին կարող է գնալ ինչ որ Երևանյան կամ հայկական ռեստորան եւ աշխատել։ Արսենը մինչև էդ էլ աշխատում էր, Արսենը աշխատում էր Hilton հյուրանոցում, Double Tree by Hilton էր աշխատում, ուղղակի մենք մեր պայմանը ներկայացնում ենք ուսանողներին, որ երբ որ հաղթում է մրցանակը, այդ հայկական մրցանակը, ինքը պետք է նախապատրաստվի դրա համար։ Աշխատանքից դուրս գա եւ կարողանան որևէ ֆինանսական աջակցությունները, բաները արդեն իրան տրամադրեն, որովհետեւ սա այս ամեն ինչի մթերքի գնելը, պարապելը այդքան էլ հեշտ չի ու մենք այնպես չի որ շատ մեծ հովանավորներ ունենք, ովքեր որ մեր մեջքին կանգնած են, շատ շնորհակալ ենք բոլորից, բայց այդքան չի որ ամեն ինչը կարողանալ դնել հովանավոր։ Ուզում ասեմ, որ եթե չլինեիք դուք, չլիներ ձեր ասոցիացիան, Արսենը միգուցե չգնար եւ ոչ մտեղ չսովորեր։ Так, հիմա մշակում ենք ձուկը։ Հիմա ձուկն ենք մշակում, հա։ Так, Ֆիլե պետք է հանենք։ ֆիլեն պետք է հանենք, որ առանց ոսկոր ու հետո արդեն ստանանք մոզաիկա։ Մոզաիկա։ Մոզաիկան այդ ինքը, հա, ու ընդեղում այս ձուկը չէր, ընդեղում ձուկը բավականի մեծ էր, 2 կիլո ավել ձուկ էր եւ այդ ձուկից մենք չունենք, ինքը հնդկական ձուկ է, այսինքն հնդկական օվկիանոսում օվկիանոսի բնակվող բնիկ ընդեղի հնդիկ էր։ Հա, բնիկ։ Իշխանով չեն կարող աշխատենք, որտեվ իր լրիվ բանը
Համ համնատարբեր։ Համ իր փուշային զանգվածն է շատ տարբեր։ Սա մեզ պետք է ամենա մաքսիմալ հարմար ձուկն է, որը որ այստեղ։ Սրա մեծ տարբերակն է։ Ու դրա համար թեկուզ մենք այնտեղ փորձել ենք գնանք շուկա թաքուն պարապենք։ Ասենք մենք գնացել ենք այնտեղ գնացել ենք, մնացածը գնացել էին հանգստի, տարբեր հյուրանոցներում վայելելու, բայց մենք հասկացանք, որ մեզ պետք է Հնդկաստան չտեսավ վերջը։ Չէ, տեսել է Հնդկաստանը նորմալ, մենք երկար ենք մնացել այնտեղ, բայց բաներ, մենք այդ 2 օր որ հանգիստ ունենք մինչև գրանդ ֆինալը, գնացել ենք շուկա, ձգից գնել ենք, գնացել ենք Ջեմարանի խոհանոցում, սկսել ենք պարապել այդ քանի օրը։ Հասկանալի։ Բայց դա շատ կարևոր էր, որտեղ իրոք ձուկը խոշոր էր ու պատկերացրու ես այնտեղ բոլորի համար սուրպրիզ էր, դրանք որ չէին պարապել ու չէին պատկերացնում, այդքան մսի հետ ձկան ֆիլետ ինչ պետք է սարքեն։ Որտեղ իրանք սաղ վարել են այդ փոքրը, այդ փոքրը այս երկուսը հերիքում է, բայց այնտեղ այնքան մեծ էր, որ մեր ռոլը այսօր մոտարապես այսքան է լինելու, այնտեղի ռոն այսքան էր ելում ու այս աստուճան։ Եվ Արսենի հաղթանակից հետո հետաքրքրությունը էլ ավելի շատացավ։ Շատ, հա, անպայման։ Եվ մարդիկ անգամ որոնք որ երևի թե չեն մտածել կամ մտածել են, բայց ականջի հետ են գցել, հիմա ավելի ուշ, որտեվ սա ռեալ հնարավորություն է։ Սա շատ մեծ հնարավորություն է։ Տեսեք որ սովորում ես դպրոցում, հաղթում ես Հայաստանում մրցույթը եւ պայմանը որ դու գնալու ես միջազգային մրցման։ Եթե այնտեղ է հաղթես, քո առջև բացվում են մեծ ճանապարհներ եւ հնարավորություններ, հսկայական կապեր, $130,000, որը որ չգիտեմ, համարյա բժշկության համար ինչ պիտի անես, որ այդ բայց դա մենակ այդ ուսուցման վարձն է, այնտեղ մնալու վարձը 4 տարի բան։ Այո։ Չէ, շատ թանկ է ինքը որպես մասնագիտություն, դե որտեվ տեսեք ինքը թանկ մասնագիտություն է հենց այս մթերքի պատճառով։ Այնտեղ արդեն մթերքը անընդհատ տրամադրվում է։ Եթե եկեք սենց մտածենք, հիմա հաստատ Արսանի ծնողները կամ ինչ որ մեկի մի հատ տղայի կամ աղջնայի ծնողները մտածում են, որ այսքան գումար պետք է ծախսեն կամ ծախսվում է։ Իրենք չեն ծախսում, բայց ծախսվում է դա այդ գումարը։ Ինչքան աշխատավարձ պետք է հետո խոհարարը կարողանա ստանալ, որ կարողանա այդ գումարները հետ էական չի, ես հենց այդ էի ասում, սա կյանքի ներդրում է։ Արսեն, երբ որ դու 8-9 տարի հետո, երբ որ ավարտես ուսումդ, ну, չգիտեմ, ուսումը չի ավարտվում, հա, միջև վերջ, հա, որ վերադառնաս Հայաստան, ինչ ես մտածում, դու կգնաս ինչ-որ ռեստորանում կաշխատես, կունենաս քո ռեստորանը, ինչպես ես դա դու պլանավորում։ Քիչ դժվար հարցեր, որովհետև ապագայի հետ կապված։ Դե բայց ես դժվար հարցերի վարպետ եմ։ Այո։ Հաճելի կլինի սեփական ռեստորան ունենալը, այո։ Բոլոր Դա կարող է լինել Օշականում օրինակ։ Եթե դիտարկենք որպես բիզնես, չէ։ 4 րոպե եւ 20 րոպե, իսկ ինչու ոչ, որովհետեւ կարելի չէ այնպես անել, որ օրինակ տեսեք, մենք ունենք ծախում 8 տարի հետո ռեստորան, որը որ Երևանից բավականին հեռու է, 3 անգամ ավելի հեռու, քան Օշականը, բայց մարդիկ հատուկ գնում են ծախունք ռեստորան, որովհետև շեֆը լավն է, որովհետև մթնոլորտը լավն է եւ այլն։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ շատ ավելի հաճելի կլինի գնաս դու Օշական ռեստորան։ Միգուցե 8 տարի հետո շատ հնարավոր լինի, ամեն ինչ էլ հնարավոր։ Ես միշտ ասել եմ, Հայաստանում հնարավորությունները շատ են։ են։ Արսենի մուտքի մոտ կարելի է ուրեմն Արսենի մրցանակները կապել։ Ես միջանից դուք ծիծաղում եք, բայց ես ձեզ ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բոլոր անգամ փուչուր ինչ որ բնակավայրերի վրա, ինչ որ շատ ծիծաղալու բան, ես չեմ ասում, որ պատկերացնում Մայքլ Ֆելփսի գյուղ մտնելուց առաջ ինչա գրած, չէ, ընդ 39 անգամ էս մարդը դարել օլիմպիական չեմպիոն։ Այնտեղ կան բնակավայրեր, որտեղ որ օրինակ մուտքի մոտ օրինակ գրած է, չգիտեմ, New Pups Այդ New Pups-ի տակ գրած է, որ մեր գյուղի բնակիչ այսինչանը 1964 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների, չգիտեմ, ընդ կարտոֆիլ նետելու մրցումներում զբաղեցրել է պատվավոր 69-րդ տեղը։ Մտածենք քոն ինչ են գրում։ Հասկանում ես, ու մարդիկ պարծենում են։ Ու դա հետաքրքրություն է, մարդիկ անունը կարում։ Հիմա պատկերացեք Օշական մտնելուց, Օշականցի մոզաիկ Արսեն մոզաիկա։ Արսենը շշմացրել է ամբողջ աշխարհը, գրավել է երկրորդ տեղը, միջազգային խոհարարական օլիմպիադայում պատրաստել է մոզաիկա։ Արսենի նկարը նաև կա Հնդկաստանի թերթերում։ Ահա, հնդկական թերթերում եւ մինիմում 1 միլիարդ մարդ կարդացել է Արսենի մասին։ Արդեն իրան ճանաչում էին այնտեղ։ Ու այդ թերթը շատ ոնց են ասում,
շատ ընդունված թերթ է, հայտնի, բանու ու շատ տարածված է, ինքը Telegraph-ն է Հնդկաստանի, Daily Telegraph-ն է, հա, բան, Kolkata Telegraph-ն է, ինքը չեմ ամ քանի 100,000 բան է տպում, մինչև 1 միլիոն։ Արսեն, իսկ ասա մի հատ ինձ ասա, Ոնց գրեն է Արսեն Մոզաիկա։ Ճանաչում են, չեն ճանաչում։ Ճանաչում եմ։ Չէ, հիմա գիտեն ես քո հաջողության մասին։ Որ մտնում եմ խանութ։ Գյուղապետը շնորհավորել է, կանչել է, չգիտեմ ինչ։ Նվեր փոքրիկ տվել են ժամացույց։ Դեռ ոչ։ Չէ։ Հələ ոչ մի բան դեր։ Բայց դա կարևոր բան է։ Դե շատ կարևոր է, որ գիտես, որ մենք գնահատենք մերոնց այստեղ եւ մերոնք հասկանան, որ նա գնահատված են իրենց երկրում, դա դե ոչ ճիշտ, կամաց ասում եմ, մեր ամբողջ երբ որ նայում ենք մեր արհեստագործական եւ ձեռքի աշխատանքներով այդ skilled worker որ ասում ենք, չէ, բոլոր բնակավարներում չեմ կարծում ուրիշ բնակավար կա, որ կարողացել է մինչև այսօր որևէ մրցանակ բերի, բացի մեր հավաքականները կամ չգիտեմ, մարզիչները կամ ընդհանրապես այդ սպորտային, ինչ եղել է սպորտայինը կամ շախմատա, ուրիշ մենք չունենք, sense բան չունենք։ Իհարկե չունենք։ Ստեղ մնացել է ձեզ 7 վայրկյան, պարոն Արբի։ 20 րոպե։ Ես արդեն անջատել եմ, հասկացա։ Так, Արսեն, փաստորեն սա ֆիլեն է արդեն, թե դեռ ոչ։ Այսրանք արդեն Արդեն հա։ կաշվից առանձին Հասկանալ է։ դիսերտը ո՞նց։ Սուշել է կարում պատրաստել փաստորեն։ չեմ փորձել, բայց ինձ թվում է, եթե բրինձը ճիշտ խաշեմ, խնդիր չի լինի։ Դե որտեվ Շուշիկը կարծես թե կարում եք բրինձի մեջ է, չէ՞, ճիշտ խաշել։ Դե հա, բրինձը շատ կարևոր է։ Մարդիկ 3 տարի գնում են մենակ բրինձ լվանալու process-ը։ Ճապոնիա։ Արի բժիշկ։ Արի մի հատ քեզ սրբեմ։ Հուզվում է Արսենը։ Արսեն, սա առաջին հերոստա եթերը չի։ Ես գիտեմ, որ շանտ առավոտ եկել եք։ Հա, իսկ ընդհանրապես ինչպես է այդքան հայտնի լինելը, չգիտեմ, հարց ու գործ բան, ինչ է փոխել քո կյանքում։ Ոյ, ավելի շատ են սկսել ճանաչել։ Փողոցում ճանաչում են։ Փողոցում չէ, բայց համացանցում շատ են գրում։ Ահա։ Աղջիկներ գրում են։ Դե հա, ո՞նց չեն։ Բայց այս մարդուն զրկում եք, կյանքի ամենաուրախ Չէ, մենք չենք ասել չէ, ասենք ցանկալի չի հիմա։ Մենք չենք ասել չէ։ Ասեք մի քիչ, հա։ Չափերի մեջ էրիկա, չէ, էդի մինչև մրցույթն է։ Մրցույթից հետո օքեյ է, այդքան է խիստ։ Հիմա գալի ռելաքս։ Հա, մինչև 26-ի որ ինքը գնալա Չինաստանի մրցույթով։ Այնտեղ հիմա պատրաստում եք Չինաստանում ինչ մրցույթ է։ Այդ դա համաշխարհային կոչվում է World Skills, համաշխարհային հմտությունների մրցույթն է, դա խոհարարություն չի մենակ, 70 հմտություն է մասնակցում։ Այսինքն կտրատել, չգիտեմ ինչ, բա ինչ։ Փայտե գործություն, բան, կարուձև, բացի խոհարարությունից, մեխատրոնիկա, բան, ամեն ինչ կա։ Մի քանի անգամ սրանից ավելի լուրջ մրցույթ է։ Ու եթե այնտեղ կարողացինք մի բան շահենք, դա 2026 թվականին պետք է։ Դա ուղղակի անհնար է լինում, որտեվ չգիտեմ։ Իսկ դրան ինչ երբ եք սկսելու պատրաստվել։ Մենք դրան մի քիչ էսա որ մենք իմ գործերս մի քիչ թեթևանա, արդեն սկսենք հիմա վայից պետք է սկսենք որ 26-ի սեպտեմբեր։ Հասկանալ է, իսկ անդ գիտեք այնտեղ ինչ է պահանջում։ 3 ամիս առաջ շատ լավ էր, 1 տարի առաջ մեզ ասում էին, դարձրին 9 ամիս։ 9 ամիսով ես միացա Հայաստանի World Skills Armenia-ին, այսինքն որպես էքսպերտ։ Այդ 9 ամիսը փոխին արին 6 ամիս իմ բախտից, հիմա 6 ամիս արեն են 3 ամիս։ Բա հիմա ինչով է։ Հիմա եղել է, հիմա 3 ամիս, հիմա եղավ 4 շաբաթ։ Հիմա 4 շաբաթ։ Բա ինչ եք անելու միջև է։ Չգիտեմ։ Ինչ-որ մի բան կանենք հաստատ։ Այսինքն վերջում պետք է այդ 4 շաբաթվա ընթացքում պետք է հասկանաք ինչ եք պատրաստելու։ Այո։ Հա, պատկեր։ Ու ինչ ենք պատրաստ, այն ինչը որ մենք սովորաբար դրա համար քեզ պետք է համարյա 5 ամիս։ Բայց մենք այդ 5 ամիս պետք է զիփանենք 4 շաբաթ։ Շո, դե Արսեն, այդ ժամանակ էլ ոչ մի ընկերուի, ոչ մի քնել։ Ոչ մի բան, 4 շաբաթ մենակ ջրով է ապրում։ Ասեմ շատ բարդ է, որտեղ մենք փորձ ունեցել ենք ու այս մրցույթը 2.5 ժամ էր։ 2.5 ժամ աշխատանք էր։ 1 օր։ Եվ Emmius մրցույթը, որ արդեն ինքը գնաց Grand Final, համարյա 3 օր հետո էր, չէ՞։ Այսինքն դու 3 օր հանգստացել իր առաջի մրցույթից։ Այն մրցույթը Չինաստան առաջի օրը 8 ժամ է 8 ժամ մրցույթ է անդադար Իսկ այդ ինչ 8 ժամ ինչ պետք է անես մարդը
Իմաստություն։ 8 ժամ, երկրորդ օրը 5 ժամ, երրորդ օրը 5 ժամ, այսինքն հանգիստ չկա։ Ու այդ 8 ժամը ինքը նախապատրաստում են զակատովկեն անում։ Որ մյուս օրվա համար։ Մյուս օրվա եւ այն մյուս օրվա համար։ Ահա, այսինքն Պլյուս այն կտրատում, օրվա- էփում, կիսաեփում, չգիտեմ Ազատ ինչ։ բան ու այնքան բարդա չես պատ։ Այսինքն այն որ ես մտածում եմ, ես համարյա հրաժարվել էի, ասի ես էլ չեմ գնում այդ մրցույթին, որտեղ իմ կյանքից կեսը գնում է։ Հա, դե Իրոք շատ ստրեսային է, որ դու պետք է այդքան բան պլանավորվես, այն որ պատկերացրու ամեն մի պրոդուկտի վրան պետք է խփածելի ես եփես օգտագործելու, ինչ հա բաղադրիչը պատմություն է։ Դե Շատ բարձր Մաղթենք ձեզ ստանդարտներով։ համբերություն, Արբի եւ Արսեն։ Այս ուտեստը, որ պատրաստում ենք հիմա այդ մոզաիկան, Աղարը։ Արսենն է հորինել, Կարել ես։ բաղադրիչը եւ Մտածել ենք ես ու շեֆը։ Համարյա իրար հետ ենք պլանավորվել։ Մենք ինչ կարելի անել, որովհետև շատ բաներ ենք փորձել, չի ստացվել, այնքան ենք արել, չի ստացվել, մինչև ստացվել է։ ինչ կարելի է անել համի մասով թե ձևավորում։ Տես սենց է Գորջան, տալիս են այդ 40 բաղադրիչը, Ահա։ ու ունես բաներ են տալի, որ էս էլ է մեջը մտնում այդ 40-ի բիբարը, այսինքն սև պեղպեղ Աղներ ա մտնում։ աղնել է մտնում ու դու մտածում ես լավ ինչ ես կարող Ուզում եմ ասեմ, սարքել ինչ այս իմպրովիզ ուտեստը ոչ մեկ աշխարհում չի պատրաստել, առաջինը պատրաստել է Արսենը։ Չէ, սարքել են։ Ահա։ Մենք նայում ենք տարբեր Օգտվել երկիրներ, ենք մտնում ենք ինտերնետ։ ինտերնետ, գիրքեր են կարդում, բան են կան, որ հասկանանք, այսինքն տեսեք 20 բաղադրիչ, 40 բաղադրիչ է։ Մենք խմբավորում ենք, գախնիկ է տրեյնինգի, բայց ասեմ, մենք խմբավորում ենք, այդ ստեղծել եմ ես մրցույթի համար, ես եմ դրա նախագիծը ստեղծել, որ ինչ բաղադրիչ, ինչի համար կարելի է օգտագործել։ Համադրությունները։ Չէ, մենակ համադրությունը չէ, այսինքն աղը հիմնական կոչվում է որպես արոմատ հասկացա։ չէ որ հիմնական։ Խմբերը տարբեր անուններ ունեն։ Հետո սկսում ենք դրանցով Խաղալ։ փորձել։ Երբ որ մի անգամ սարքում ա ուտեստը, եթե ստացվավ, Ով արդեն փորձի սկսում ենք առաջինը։ ինքն անում։ Ինքը անում է, փորձում է։ Եթե չստացվի իր մոտ, նոր ես եմ անում, որ տեսնենք արդյոք դա հմտուչան խնդիր է, թե ուղղակի բաղադրիչի։ մի բան չենք իմանում, այսինքն այնց գախնիկ կա մեջը, որ չենք իմանում ինչ պետք է անենք։ Ելակը, հա, դառնում է սենց Այո։ խիյուզ։ Սա այս կանանչին կար այդ բաղադրիչների 40-ի մեջ։ Հա, սովորական մաղադանոս։ Մաղադանոսի չորացված ուղղակի Փոշին ենք մենք ստեղծերա։ Մենք ենք Մենք ենք սարքում։ Ես եմ ստացել։ Դուք դա էլ քո գողա։ Հա, Ձեր հետ ինչ եք տանում։ ոչ մի բան, մենակ մեզ ու դանակները։ Այսրանք։ Ամեն ինչը իրան մթերք չեք ոչ մի կարող բան տանել։ չեն կարող տաղում։ Որտեվ ես մի անգամ հիշում եմ, որ դու գնացել եք մրցույթի, ձեր հետ տալել եք համեմունքներ։ Էդի մենք տանում ենք բանի համար, մեր ազգային օրվա Այո, համար, այո, որ ազգային ուտեստ Հասկացա։ պատրաստենք, բայց բան մրցույթի համար ոչ մի Մրցույթի բան համար չենք իրենք տանում, հա։ Իրանք տրամադրում են ամեն ինչ, ու հենց այդ է խնդիրը։ Իրանց մաղադանոսն ու մեր մաղադանոսը Տարբեր ընդհանրապես, իրանց մաղադանոսը ավելի սամիթի համադալի, քան թե մաղադանոսի։ ամենաշատը երբ եք լարվե, ուզում հասկանամ, պատրաստելուց, որ ինքը գնաց արդեն ասացինք դե արդեն վերջ էլ, մեզանց ոչ մի բան կախված չի, եւ Ուրեմն թե ժյուրի բալերի ժամանակ, ժամանակ, էսի լրի պատմությունն է։ Արդեն հավաքվել ենք ու հաջող ենք անում բարի մաղթանքներ բոլորին, նես չի որ ես իմ ուսանողին, մնացած մենթորները իրան գրկեն, հաջող անեն, բան որ հաջող ենք անում ու ինքը բարձրանում է։ Այդ խանութում որ ինքը աշխատում է, փակ է, մենք իրանց չենք տեսնում։ Մենք ուղղակի ունենք մոնիտոր ու դրած շրջիկ կամերա ու մի հատ ընդհանուր կամերա, որ մենք տեսնում ենք։ Արսենը լավ սկսել է, մենք նայում ենք, ամեն ինչը օքեյ է։ Ու ես ասեմ, շո, ես նրվեր չունեմ, ես չեմ կարողանամ 2.5 ժամ ես չեմ կարող նայեմ ինքը ինչ է անում, էլի, որտեղ կարա սխալանի, ես գժվում եմ այդտեղ, որտեղ ես իր պրոցեսները գիտեմ, չէ, ոչ մի բան։ Ես թողնում եմ, գալիս եմ այս կողմ, սկսում եմ մեր ժուրիների հետ խոսալ, սաղ իմ կարգավիճակում եմ, մենակ ես չեմ։ Բոլոր մենթորները նույն Դե հա, վիճակում բա իհարկե։ Ոնց որ քո երեխան մրցում մասնակցի ու դու ոչ մի բան ու ես տեսնում եմ, որ գորը այնտեղ գժված է արդեն, գնում գալի, սենց անում, ասի, այ, էսի մի բան եղել է, մի բան են չի։ Գնում եմ իր մոտ, ասում եմ, էսի չի հասնելու, չի կարողանում, ասեմ, ո՞նց չի հասնում։ Բա հələ թղթերը հանենք, տեսնենք որ փուլում է ինքը, թղթերը հանում ենք, բացում ենք, տեսնում ենք Արսենը 32 րոպե հետ է մրցույթից։ 1 րոպե Պատկերացնես 32 րոպե, այսինքն ինքը մի փուլում է, որ պետք է արածել էր 30 րոպե առաջ։ Ինչի է հիմա անում ու մենք այն որ ես եմ արդեն պանիկա, գորին ասեմ, գիտես ինչ ընկեր չի էլի, սենց էլի են քայլելու։ Գնանք ստեյս դուրս գանք, գնում ենք տենց քայլում ենք, հետ են գալի, տեսնենք 20 րոպե մնացել մրցույթի ավարտին ու ինքը այն փուլում է,
որ ռիզոտոն, որ հիմա պետք է էպի, տևելու է իր մոտ 28 րոպե, ու իրա մնացել 20 րոպե։ Ու չգիտենք դիզերտ արել է, չի արել, մի կինո էր գնում իմ ու իրա մոտ, բայց Արսենը հասցրեց։ Վերջնական ուտեստը, որ ներկայացրել էր, ֆանտաստիկ մի բան էր։ Այսինքն ես տեսա ուտեստը, որ ես սաղ ասում դու կյանքում տենց չես ժպտել։ Եմ որ ասիսյո, այտենց նայում էի, ոնց են մնացածը հարամ է իրանց ուտելիքները, այդ գիտես ինչ ուրախություն ա, ասյո, անցել ես։ Եմ որ Արսենին կանչեցին երկրորդ տեղ, լուրջ եմ ասում, ես ու Գորը նստած ենք, ու բոլորը սպասում են, որ իրանք ասելու են Gold, Armenia, այսինքն Gold-ի համար սալուտները տրակցնելու են, իրանք կանչելու են, սաղ պատրաստ են, գիտեմ բոլորը։ Ու մի անգամից արծաթ են կանչում, սաղ սրծում են, ինձ են նայում, ես Գորին եմ նայում, Գորը ասում է, ոնց ու Արսենին կանչել են, ես ու Գորը վիճաբանում ենք, այդտեղ գժված ենք սաղ, ու մի անգամից նկարի, իրանից նկար չունենք այդ պահին։ Ու տենց Անեմոցիան նկարները։ Արսեն, իսկ դու ինչ ես, դու էր համոզված, որ ոսկի պետք է լինի։ Անպայման։ ինձի ներքին ձայները, իմաստվածները ընդ ասել էին, որ ինչ ա եղել։ Հասկանալի։ Ու այդ Մեր հարևան երկրները մասնակցում են Ադրբեջան, իրանք 2 տարի ոսկի են տարել։ 2 տարի ոսկի են տարել։ Իրանք ունեն բավականի մեծ ներդրում այդ սֆերայում։ Թեկուց ուսումնարանը նախագահին է պատկանում։ Դա համար պատկերացրու։ Ես ասում եմ, չէ, ամբողջ հանրապետությունն է ընդդեմ մեր ասոցիացիան։ Պատկերացրեք, այս Անգլիայի ուսումնարանը որ հաղթել է, Գորդոն Ռամզին է դաս տալի իրանց մոտ։ Կամ իրանք գնում են վերապատրաստում, ստեղում գնում են։ Բացի շեֆից, բացի պարոն Արբից, որ հայտնի խոհարարներն են ձեզ ինչ որ բան, չգիտեմ, սովորեցրել անգամ ինտերնետում։ Բոլորները իրականում ասած հայտնի են։ Մեր ոլորտում բոլորից էլ ամեն մեկից էլ մի բան սովորել եմ, ամեն մեկից։ Հա, ու մեկ էլ իրանք գնում են վերապատրաստում, մենք ինչպես որ գործնական վերապատրաստում ենք ուսանողներին ուղղորդում, ստեղ տարբեր ռեստորան, իրանք Միշելան աստղ են գնում են թագավորության պալատը Անգլիայի, այնտեղ են վերապատրաստում անցնում, ու այդ հնարավորությունը մեր Հիմա այս ամեն ինչը ինչ որ տեղի ունեցի Արսենի հետ, ինձ իրականում հիշեցնում է, կամ ես կարող եմ համեմատականներ տանել, օրինակ Չինաստանի ծանրամարտի առաջնությանը եւ Հայաստանի։ Եթե մեր առաջնությունը տևում է 2.5 ժամ, ամբողջ, իրենցը տևում է կես տարի։ Չինաստանում մոտավորապես 3 միլիոն մարդ զբաղվում է ծանրամարտով, այսինքն Հայաստանի չափ մարդիկ մենակ ծանրամարտով են զբաղվում։ Բայց երբ որ դու վերցնում ես որակական, տեսնում ես, որ այս տարվա չինացի ուսանողը, որ Լիոնում, Ֆրանսիայում մասնակից էր, մենք խոհարարներով ապշել ենք այդ երեխի աշխատանքին, ճիշտ ասած հոսանքից բաներ, ապարատներ, հոսանքից հանել են, արևայինով եկել աշխատում անդեր։ Սենց բան չենք տեսել։ 1 կիլո կարտոֆիլ էին տվել, այնտեղ ուղղակի տարբեր հմտություններ կան։ 1 կիլոից ստանդարտը հիմա թափոնը չի գերազանցում 20%-ը, դա ստանդարտ է, այսինքն 200 գրամ 1 կիլոից։ Այս երեխեն չէ որ քերիչով, այո, դանակով 1 կիլոից ուղղակի տվել էր 24 գրամ թափոն։ Այդ անհնար է ուղղակի։ Մենք նայում էինք, չէինք հասկանում ինքը դանակով ինչպես է այդ կարտոֆիլը կլպե, որ 24 գրամ թափոն է։ Գազարից տվել էր 11 գրամ 10 ու ես էի ընդեղի ժուրին ու ես ուղղակի ասեմ քո թափոնը ուր է, ասում էսի լվացել ես թափոնը ուր է, ասում է չէ, էսա թափոնը։ Չէի հավատում։ Այնտեղ մի հատ էլ հետարքիր մրցություն ենք, նաև Հայաստանում ենք անում, 36 հատ ձու ենք տալի ուսանողին ու 1 րոպե ժամանակ ենք տալի, ինքը մինիմում 16 հատ պետք է ջարդի եւ դեղնոց սպիտակոցը ազատի իրարից 1 րոպե ունի։ Սաղ 36 հատներ ջարդել, տես բան, մենք փորձել ենք, մաքսիմոմը մեզ մոտ 20 հատ էր ստացվում։ 36 հատից ջարդել էր ու 36 հատի սպիտակ դեղնոցներ էր առանձնացել, այսինքն այս չէ որ մի բան սխալ էր արել։ Սա էլ եք ձեր։ Հա, իմպրովիզա, լրիվ իմպրովիզա, հա։ Համերը սազում են, իրար հետ չեն սազում։ Երկուսն են, բայց քաղցր են։ Իսկ տեղ բայց մենք այնտեղ դե որտեվ ձուկը մի քիչ դառնություն ունի։ Ահա, դրանով հապկացնում ենք, կանաչից դառնություն։ Ռիզոտո մենք այնտեղ պատրաստում ենք ձկան արկանակով, որտեղ թափոն չի պետք է ունենա։ Այո, այո։
ու այդ ձկան արգանակետը իշքան քաղցր բան ես մատուցում, ինքը ավել ընկալի է, ավել հեշտ ես բանանում, մարսում։ Իսկ սա մենք սրանով ենք եփելու Մենք էսի, հա, էսի արդեն բանջարեղենային արգանակա, որ արսենալ։ Ինչ բանջարեղեններ են այստեղ եփված եղել։ Չարավուց գազար, սոխ, նեխուր, սոխ, սխտոր։ այդ ստանդարտ բան է։ Հա, ֆրանսիական ստանդարտ։ Ստանդարտ բան է, ինքը համաշխարհային։ հա, կոնսոմեի նման բան է։ Դե չինական, ճապոնական, հարավ կորեական այդ բոլոր Երկրորդը կորեան է։ Այո, Թայլանդ, նո, այդ բույս ազգերը։ Թայլանդը շատ ուժեղ է, Թայվանը շատ ուժեղ է։ Այդ դրանք համաշխատասեր են, համ այդ մեխանիկորեն այդ աշխատանքը երբեք դրանից չեն։ Իրանց տներում են այտենց դանակով աշխատում թեկուզ, բայց հա մենք իրան ասում ենք մի քիչ monkey training, ես այդքան էլ չեմ բանանում դրան։ Կարող է ինքը շատ ուժեղել էր, բայց կարող է ուտեսները լավ չսարքեր, բայց այդ տանկը լավ էր սարքել, այդ էր հարցը։ Այսինքն դա գործը հետ էր։ Ինքը դրա վրա է Մենք արհեստավարժը։ ասենք կարա սրանից այդ չինացի խարյանցին մի երկու հատ տուր տանենք, դες մոտ էժան, հա։ Կարակը պետք է Ասես բաներ որ էլ մենք Այս sense լինի կարակը, որ ամեն ինչ լավ լինի։ Դանիական լուրպակ կարակը ունի մոտ 125 տարվա պատմություն, եւ այդ 125 տարվա ընթացքում ֆերմերները օգտագործում են նույն հումքը, կովերը ուտում են նույն կերը, իսկ կարակը ստացվում է նույն պայմաններում։ Լուրպարկ բարձրորակ կարակը պատրաստված է 100%-անոց թարմ կաթից։ Կարող եք ձեռք բերել բոլոր սուպերմարկետներից։ Պաշտոնական ներկրողն է Անդակո ընկերությունը։ Լավագույն ուտեստը արժանի է լուրպակի։ Սկզբից բովեցինք, մի թեթև, հա, մի թեթև բողում ենք։ Հետո նոր արդեն արգանակի մեջ։ Ջուրը պետք է նենց լցնենք, որ այսինքն արգանակը նենց ենք ավելացնում, որ կամաց։ Հա, ստեղ է եփում, պրոցեսը, հա, հասկացա։ Եղել է պահ, որ ասել ես, լավ, չեմ ուզում, շեֆ։ Չեմ ուզում։ Դե մտածել է ու ես այդ պահին լսել եմ, որ մտածել է, եկել եմ։ Զգացել ես։ Եկել եմ իր մոտ։ Հանդիպել ենք, խոսել ենք։ Իսկ երբանից է ստանում երիտասարդ խոհարարը ազատություն, ինչ որ չափով։ Դե ինքը ազատ է, հիմա նշի մեր անցյալ տարվա հաղթողը։ Ես իր հետ շուտով թռնում եմ Բուլղարիա։ Մենք իր համար արդեն ուսումնարան են գտել, ինքը գնում անդե սովորելու համար, հա։ Լիանա Մելքոնյանը մեր անցյալ տարվա մասնակիցներ, ինքը լավագույն 10-ի մեջ էլի հայտնվեց, բայց ինքը չբերեց որևէ մրցանակ։ Դե ասում եմ, ուղղակի չստացվեց։ Արսեն եւ պարոն Արբի, կարծրատիպ կա, որ լավագույն խոհարարները տղամարդիկ են։ Այդպես է դա թե ոչ։ Այս տարի Ֆրանսիայում շատ հետաքրքիր էր, որտեվ 69% մասնակիցները աղջիկ էին։ Տղերք համարյա չկային։ Ու չէ, իրանք ես տարբերություն չեմ տեսնում, այնտեղ ուղղակի տարբերություն է, որ ես ուղղակի ասում եմ, իմ կյանքի փորձով եմ ասում, ստրեսային վիճակների կարգավորումն է։ Բայց իրանք ավելի լավ են կառավարում։ Կախված ինչ ստրեսի մասին է խոսքը։ Նայեք, մենք որ տնից կամ որևէ դրսի թեմայից գալիս ենք աշխատանքի, մենք սա փակում ենք, բայց իրանք իրանց հետ բերում են։ Հա, իրանք դե կախված է ինչ կարգավիճակում է ինքը, բայց այդ ստրեսային իրավիճակները մի քիչ տարբեր է կոնտրոլելում իրանց մոտ։ Դա է մենակ տարբերությունը, եթե չէ իմ կարծիքով ոչ մի տարբերություն չկա։ Պարզ է։ Դե մենք էլ չենք շեղվում եւ իհարկե չենք մտածում, թե ինչ է կատարվում գազօջախի շուրջ, գազօջախի հետ, որտեղ ունենք Mr. Gin, որը որ կօգնի մեզ ամեն ինչը շատ արագ եւ գեղեցիկ կերպով մաքրել։ Մեր գործընկերն է Mr. Gin հանրահայտ ապրանքանիշը իր լվացող, մաքրող եւ ախտահանող միջոցների լայն տեսականիով։ Իդեպ Mr. Gin-ը ներկայանում է նոր լոգոյով։ Mr. Gin ցանկացած ապրանքի անգամ մեկ կաթիլը ուժ ունի։ Սոուսը եփվում է իրար հետ գազար, Հա, գազար խուրմա։ Այո։ եւ համեմունքներ, հա։ Համինքներից մենակ աղաս տղներ կպահեն։ Մենակ աղ։ Հանուտուր էլի են կապույտ։ Հա, էլ դրանով խառնի Դե ավելի հեշտ։ աղնել է համեմունք եւ իհարկե շնորհակալություն մեր սիրելի Մարանիկին, որը մեզ տրամադրում է մեր համեմունքները։ Ոչ միայն մեզ, այլ նաեւ ամբողջ ազգին։ Մարանիկը առաջարկում է ծավալեղենի եւ համեմունքների լայն տեսականի, այդ թվում նաեւ իմ սիրելի Zip հնգյակը։ Սոդա, աղ, կակաո, շաքարի փոշի եւ օսլա։ Դրանց ավելացել են համեմունքները հարմարավետ ապակյա տարաների մեջ։ Աղ, սևաղացած պղպեղ, կարմիր աղացած պղպեղ, քաղցր եւ կծու եւ իհարկե խոշոր սև պղպեղ։ Ապակյա տարաների շնորհիվ համեմունքները պահպանում են իրենց համը եւ որակը։ Եվ իհարկե օգտագործելը լինում է ել ավելի հեշտ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։
լուրպակն է գցեցինք, ուրեմն ամեն ինչ տեղ ընկավ։ Ես հիշում եմ մի անգամ մենք զրուցել ենք դրա մասին, որ դուք ինձ ասացիք, որ լավ ռեստորաններով հիմա կան հատուկ մարդիկ, որոնք որ միայն դեսերտով են զբաղվում։ Հիմա Արսեն դու արդեն ընտրել ես քո ուղին, որն է լինելու քոնը։ Հիմնական մասն է։ Հիմնական Խոհարարություն ավելի շտա։ Ահա, բայց դեսերտ ձերի հետ թե պետք է Դե պետք է իմանաս իմանա, որպես խոհարար համ հաց սարքել, եւ հաց հաց թխել, թխել, հա։ պետք է իմանա, որտեվ բարձադիր չի Եվ հետո եթե դառնաք շեֆ, արդեն ձեր օգնականները պիտի պատրաստեն, դուք Հիմա ես որ հասկանաք ճիշտ ռեստորան եմ բացում, շուտով կունենանք շատ հետաքրքիր մի պրոյեկտ իտալական։ դուք եք ամեն Ես եմ անում, հա։ Ու դիսերտներ եմ ես անում։ Ու դիսերտը հացը ամբողջին վրա է։ հացը թխելու է տեղում։ Հա։ Պարոն Արբի, այսպես այդ ձեր գործիքները որ բերել եք հիմա, դա էլ կլորի գումարներ արժեն։ Շատ։ Ինչքան մոտավորապես։ Դե սրանք ես գնել եմ 21 թվին։ Համարյա 4300-4,000 եթե չեմ սխալվում։ Եվրոյի կարգ։ Քանի դանակ ունեք դուք ձեր անձնական։ Չգիտեմ։ Ես չեմ հաշվում։ Ինչ 10, 20, 30։ Չէ, այդքան չեն։ 10-ը կա հաստատ, որտեվ դանակ ուղակի մենք չեն գնում ուղակի որտեվ դանակ է։ Ամեն դանակ ունի իր յուրահատկությունը։ Հիմա այդ ձուկը մենք կտրելու ենք սրանով։ Չնայած մի ուրիշ էլ ունենք չի բերել։ Իսկ քանի օրինակ այդ դանակը քանի տարի է ձեզ։ Էս 3 տարի։ Իսկ ինչքան դեռ կծառայի։ Ծառայի։ Հա։ Այս ուտեստը Երևանյան ինչ որ ռեստորաններից Ոչ մի տեղ չկա։ Այս տեխնիկը ոչ մի տեղ չեն օգտվում։ Так, եկավ երկար սպասված պահը։ Հա, բա ինչ իրանում։ Իսկ ձուկը եփում ենք պարզապես ջրի մեջ։ Ջրի մեջ, խաշած ձուկ է։ Տապակացած չի։ Ու միջև այդ մենք ոչ մի իրան փաստորեն մշակման process չի լինում։ Աղ չենք դնում, չգիտեմ, ուղղակի համեմում ենք կանաչը։ Համեմում ենք ու վсё։ Մատուցման ձևն եք որոշել իրար հետ, դա էլ է կարևոր։ Հա, անպայման։ Արդեն փորս օդաներ է երգում։ Ահա։ Սմայլիկ։ Հերիք հաճելես։ Տակը բան չկար։ Ես ասում ես ոնց պիտի շուրտա որ չխառնվի իրար։ Արսենից ձեզ երբևիցե չեն ասի այ տղա, հələ մի հատ ջանդագիտ նայ, գնար ջյուդո պարապեր, սամբո, շտանգա, ինչ խոհարարություն։ Այո, շատ։ Եվ Պատասխանը սիրում եմ այս մասնագիտությունը։ Եվ վերջ։ Ու մի հատ տոն։ Մարդկա սնիկերս չի ուտում, ասում ինչու, ասում թուղթը չի մարսում։ Դու մի ծաղար ասպասի։ Պայ։ Իսկ անունը ով է հորինե, ով է հեղինակը։ Մոզաիկա։ Ես։ Ասի ինչ դնենք ասրա անունը։ Հետո հիշեցի այդ լողանքի տեղերի այդ մոզաիկները, ասի դե արի մոզաիկա դնենք անուն, որտեվ այդ տենց է իրական։ Հա, իհարկե։ Իսկ վրանել եք նստել։ Չէ, շատ մուկ կելի, այդ սպիտակը սիրուն է իրա։ Որտե էս նման չի դրան։ Պարոն Արբի, սա կարելի է անվանել այն որ ասում են վսոկե կուխնյա հայերը ոնց կլինի։ Բարձր խոհանոց։ Բարձրակարգ չէ, օդկուտյուր էլի։ Հա, կարելի է։ Հիմա այս sense ուտեստ, այս սա։ Ինչպես եք որոշում գինը։ Օրինակ ինչ կարժենա սա։ Համարյա 14-18 եվրո մի բաժինը։ Այսքանը մի բաժինը։ Այսքան։ Շատ գեղեցիկ է եւ շատ արտասովոր։ Տարբերային։ Սենց բան ես չեմ տեսել։ Սա տոմատի մածուկ չի սիրելները, սա գինովցած ելակն է։ Իսկ դեսերտը ուտեստի հետ ինչ որ ձև համահունչ պետք է լինի։ Անպայման։ Դրա համար մենք սա ենք ընտրել, էս էլ բավականի բարդ է, որտեվ իրանք շեշտել էին շոկոլադով ուտեստ։ Ու դու նկատի ունենալով Հնդկաստանի կլիման, որ այդքան շոկ է խոհանոցի մեջ, դու շոկոլադով ինչ ես կարող ստանաս, որ այդքան արագ էփես, այդ 2.5 ժամ տեղավորվես, հովացնես, որ հա։ Հատուկ են արել էլի։ Իսկ ինչպես եք մտածում, խոհարարները ոնց են հասկանում, որ այս ուտեստը, այս դեսերտի հետ խոսում է, զրուցում է, չգիտեմ ինչ անում։ Համային։ Դե համայինն է, իր Ուզում ասեմ, չի կարելի գնալ օրինակ խորոված ուտել ռեստորանում, հետո պատվիրել էկլեր։ Դե Թե կարելի է։ կարելի է էկլերի դեպքում։ Էկլերի դեպքում։ Եթե համով էկլերա կարելի է։ Հա, իսկ ինչ չի կարելի խորովածից հետո դեսերտից։ Իմ կարծիքով պաղպաղակ։ Պաղպաղակ։ Մանրաշտին չի է դա։ Իմացաք։ Դուրս եկավ չէ, ահա։
Օ։ Իսկ ինձ միշտ թվում էր, երբ որ Փարիզում ուտում էին կարամելով ուտեստ, ինձ միշտ թվում էր, Բայց լավ բայ։ որ նրանք ինչ որ բան, դեսերտը տեղադրում են, հետո վրայից կարամել էին լցնում։ Սա էլ դեսերտը։ Սա դեսերտ է։ Միստր Ջինը գա մաքրի, Մաքրենք, որ հետո որ որ համտեսենք։ վայելենք։ Այո։ Դե ինչ, ուտեստները պատրաստված են, տեսեք, օրինակ այսօր 2 հրաշք ուտեստ, ձկան մոզաիկա եւ շոկոլադ կրեմ կարամել։ Շոկոլադով կրեմ շոկոլադով կրեմ կարամել։ Կարամել։ Հեղինակ Արսեն Արմենակյան։ Եվ Արբի Ղարախան։ Եվ պարոն Արբի շեֆը, պարոն Արբի, ես էլ կողքից ինչքան կարողացի խանգարել եմ, բայց խանգարելով նայեք ինչ է պատրաստել։ Մնացեք մեզ հետ, որ վայելենք։ Եփող թափողները։ Մեր գործընկերն է Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր լեգենդար ֆրունզիկ կարմիր եւ սպիտակ գինիներով։ Կարմիրը պատրաստված է արենի խաղողի տեսակից, իսկ սպիտակը վայոց ձորի ոսկեհատ խաղողի տեսակից։ Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը միշտ կիրառում է իր նորարարական մտքերը, հիմնվելով դարավոր գինեգործության ավանդույթների վրա։ Դե ինչ Արսեն ջան, պարոն Արբի, շնորհավոր հաղթանակը։ Առաջինը լինի, վերջինը չլինի եւ բոլոր ձեր երազանքներին հասնեք 10 տարի հետո Օշականում Միշլենյան ռեստորանում կհանդիպենք։ Հետարքիր էր։ Դա իմ երազանքն է։ Համոզված եմ, որ Արսենինն է։ Հիմա սկսում ենք Համտեսել։ ձկից։ Այո։ Так, խնդրեմ, սա։ Մենք սպասում ենք քեզ։ Բայց Ձեր ռեակցիան։ Ձեր նայենք ձեր ռեակցիան հետո։ Այն որ ամեն ինչ իր հետ խառնին, որ համովել։ Տարբեր է։ երբեք չեմ մտածի, որ ես կարող եմ ուտեմ գազարի ու խուրմայի պատրաստած, գազարից ու խուրմայից պատրաստած սոուս ու ասեմ, որ դա համեղ է։ Կերեք, համեղ է։ Մենք գիտենք։ Մենք գիտենք, դա նոր արդեն համարյա գիտենք, բայց դու անուշվա էլի։ Վերջն է։ Անգամ չեմ կարող ասել, որ աղն է քիչ։ Աղը դե ասի չէ համարյա նույն աղի սահմանների վրա եք իրար հետ։ Բայց ես բանցել է հետաշին հանգարիս։ Զեյթունը սամիթի ձեթա է։ Բան արբի, լավ, այս տանը պատրաստելու համար պետք է խոհարարական հմտություններ ունենաս, անպայման։ Մի հատ Արսեն։ Մատ Արսեն։ Մենակ, ուրիշ բան պետք չի։ Չէ, մեկ էլ հարմար խոհանոց։ Ցնցողա։ Так, հիմա դեսերտը։ Այո։ Օ, Հա, ուրիշ բան է։ կամերան էր անջատեք։ Ես իրենք հատեք ուտեմ։ Իրականում շատ շնորհակալություն, շատ համով էր։ Ես չգիտեմ այդ ով էր այդ մարդը, որ սա կերելա ու ասելա, տղեկ, ոնց որ սա երկրորդ տեղն է։ Հա, չէ։ Ոչ առաջին։ Դե։ Լավ։ Մենք գիտենք։ Կյանքում լինում են այդպիսի անհասկանալի որոշումներ, դեռ չի ավարտի, որտեղ Արսենը նվերն էր։ Օ։ Նվերներ կստանաս, կգնաս տուն։ Մնացեք մեզ հետ, Արսենը կստանա իր նվերները։ Եփող թափողները։ Ես անգամ համոզված չեմ, որ կան մարդիկ, որոնք որ մեզ կարող են այս պահին նկարել, որտեղ բոլորը վայելում են Արսենի եւ պարոն Արբի պատրաստած ուտեստները։ Արսեն ջան, սա քեզ Մարանիկի կողմից, ուրեմն Միստր Ջինի կողմից, Լուր պարկի կողմից գնաս կուրախացնես տանեցիներին։ Պարոն Արբի, շնորհակալություն։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ եւ հուսով ենք, որ ձեր բոլոր երազանքները կկատարվեն։ Մենք էլ կողքից շատ կուրախանանք եւ կհպարտանանք։ Դե ինչ, այսօր այսքանը եւ հիշեք, որ ամենաերկար ճանապարհը իրականում սկսում է առաջին փոքրիկ քայլից։ Արսենը այդ առաջին փոքրիկ քայլը արեց, երբ որ որոշեց, որ նա ուզում էր դառնա խոհարար եւ գնաց օրինակ ուսումնարան։ Պարոն Արբին առաջին փոքրիկ քայլը արեց, երբ որ հորինեց այս հիանալի մրցույթը, որը հնարավորություն տվեց մեր հայ ուսանողներին գնալ եւ ներկայացնել իրենց ուժերը երկրից դուրս։ Բայց ես մենակ չէի, ասեմ, որ բացի բոլոր մեր գործընկերների հետ։ Այո։ Դե ինչ, ուզում եմ ասեմ, որ երազեք եւ այնպես արեք, որ ձեր երազանքները ամեն վարքյան մոտենան այն հերու երազանքին, որը որ ամենահեռվում երևում է։ Կտեսնվենք, ցե։
Եփող թափողները։